Տիկին Մկրտչյան անդրադառնալով ներքաղաքական պրոցեսներին, իմասնավորի սպասվող թիմ ընտրություններին Գյումրիում, Փարաքարում տեսանք, որ Փաշինյանն անձամբ գնացել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, արդյոք սա վկայում է այն մասին, որ իսկապես ցայտնոտի մեջ են իշխանությունները եւ հենց առաջին դեմքով են փորձում հարցերը լուծել։ Սա լավագույն օրինակն էր, կամ կարելի ասել լավագույն հիշեցումը նորից, թե ով է Նիկոլը, ինչի է ընդունակ, ընդհանրապես լոկալ մակարդակով նայեք աթոռակռվի մասին է խոսքը, ինքը այդ աթոռի պաշտպանության հետևից է գնացել, հələ իր աթոռի մասին էլ չի, բայց էլի սպառնաց, էլի բռնաճնշումների կոչ արել, հանձնարարականները տվել եկել է, էլի ում փռեն ասֆալտին եւ ինչ անեն։ Սա շատ լավ հիշեցում էր բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր գոնե թե հայտարարում են, որ Նիկոլի դեմ են պայքարում, չնայած մեկ-մեկ շեղվում են դեպի հանրապետական կուսակցությունը անհասկանալի նպատակներով, շատ լավ իրենց հիշեցում է, թե ինչ է անելու Նիկոլը ընտրությունների ժամանակ։ Միգուցե իրենք մոռացել են 2021 թվականի բռնաճնշումները, այդ քրեա օլիգարխների ախրանիկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիներին, այն ոստիկանության համակարգը, որը ընտրությունները բնականon ընթացքով կազմակերպելու փոխարեն ընդդիմադիրների շտաբերի այնպես էր անում, որ աշխատանքը կասեցվի։ Միգուցե մոռացել էին այն հեղինակազրկված ԱԱԾ-ին, որը պատրաստ է ամեն ինչ անել Նիկոլի աթոռը պահելու համար։ Ինքը երեք լավագույնս հիշեցրեց, որ նույնիսկ Գյումրիում աթոռը պահելու համար իրենք պատրաստ են ասֆալտին ծեփել յուրաքանչյուրին, ինչ ազատ ընտրությունների մասին է խոսքը։ Երեք Նիկոլ Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ընտրությունների թեման, արդար ընտրությունների թեման, որտեղ գնաց ու տվեց այն բոլոր հանձնարարականները, որոնք կան։ Կարծում հիմա եւս մեկ անգամ առիթ է նշելու, որ հանրապետական կուսակցությունը այս սրա մասին է ասում, որ ասում է պետք չի Նիկոլի հետ որևէ process-ի գնալ եւ անունը դնել, որ սա քաղաքականություն է։ Չէ, սա քաղաքականություն չի, սա դավադրություն է պետության դեմ, դավաճանություն է հայ հասարակության նկատմամբ, հետեւաբար այդ դավաճանությունն է պետք կանխել, ոչ թե մտածել ընտրությունների մասին։ Այսօր արդեն միացավ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների միջև արկա, հերակա, այսպես ասենք, վեճին Նիկոլ Փաշինյանը, թե ով է իրեն բերել իշխանության, էլի որակումներ էր տվել, ծանոթ է իր գրառումներին, մոտ, եթե չեմ սխալվում, 3-4 գրառում է արել այդ թեմայով։ Ծանոթ եմ եւ շատ ուրախ եմ, որ սկսել է անհանգստանալ այդ թեմայից, որտեվ դեռևս ոչ վաղ անցյալում իր համար միայն ջղաձգումների եւ այդ ներվային ցնցումների մեջ ընկնելու թեման իրեն կապիտուլյանտ եւ դավաճան ասելն էր, որովհետեւ ինքը հասկանում էր, որ այն դավաճանությունը, որ գործել է, այդ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր պայմանավորվածությունները այլևս հայ հասարակության համար գաղտնիք չեն։ Հիմա հաջորդ բացահայտումն է տեղի ունեցել եւ հայ ժողովուրդը վստահ արդեն գիտի, որ 2018-ին ինքը չի Նիկոլին բերել իշխանության։ 2018 թվականին թուրք-ադրբեջանական փողերով միջնորդավորված այն արտաքին տերերի միջոցով, որոնց օգնությամբ կազմակերպվել էր Հայաստանում պետական հեղաշրջումը, այդ դրա մեջ հայ ժողովուրդը ընդամենը ֆոն է եղել եւ ներողություն, բայց ամենավերջին եւ կեղտոտ ստերով օգտագործել են Հայաստանի հասարակությանը։ Այս սրանից էլ է իհարկե Նիկոլը վախենում, որովհետեւ պետական հեղաշրջում կազմակերպած անձը իրապես պիտի վախենա։ Այն իշխանությունը տվել են կիսամաշ դեմքեր, ընտրակեղծարարներ։ Ուրեմն ընտրակեղծարարը ինքն է, ուզուրպացիա իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում միայն ինքը, իշխանազավթն ինքն է եղել, իսկ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին իշխանություն տվել էր հայ ժողովուրդը եւ կարող եմ ասել ինչ համար է իշխանություն տվել։ Արցախը ազատագրելու, Հայաստանը անվտանգ պահելու համար եւ 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը փառքով կատարել է վերաապացուցելով այն փաստը, որ ինքը 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիք է կարողանում պահել 0 սպառնալիքներով ու չի գալի ժողովրդին ամեն 6 ամիսը մեկ Նիկոլի պես ասում վերջ պետության սպառնալիքի, պետության գոյության սպառնալիքի առաջ ենք կանգնած։ Ամեն իր այդպիսի նյարդային գրառումը խոսում է նրա մասին, որ ըհն եկել է արդեն հերթական ճշմարտության բացահայտման պահը։ Ես ուրախ եմ, որ նաև այս իրավիճակը ծառայել է այնպես, որ Նիկոլը սկսել է հասկանալ հայ ժողովուրդը գիտի իրեն իշխանություն տվածներին, իրական իշխանություն տվածներին։ Եվ վերջին հարցը, տեսեք, ձեզ այնուամենայնիվ չի զարմացրել, որ վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հանդես եկողները կատաղի պայքար են մղում մեկ այլ ընդդիմադիր ուժի նկատմամբ, տարբեր դրամաչափի, որոնք շատ ուղիղ կապ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչով եք պայմանավորվում վերջին շրջանում ակտիվություն սկսեց էլի ցուցաբերել Անդրանիկ Թևանյանը, որը եղել է Հայաստան դաշինքի պատգամավոր։ Շատ է զարմացնում եւ ես չեմ կարողանում հասկանալ, օրինակ TV5-ի տաղավար ինչի է պետք օգտագործել ստեր տիրաժ
հրաժարվելու համար, նույնիսկ եթե դրանք գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կամ արտաբերվում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից։ Ինչի եւ հմեկի տաղավարների ցավում են, բայց վերջերս այո, դա նույն prime time-ը հմեկում օգտագործվում է ստեր տիրաժավորելու համար, նույն ժամանակամիջոցը TV5-ում օգտագործվում է ստեր տիրաժավորելու համար, այսինքն մենք համարում ենք, որ Նիկոլի սպառնալիքն է վերացել, ինչի են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, գրասենյակի ղեկավարի կողմից եւ մնացած այդ քաղաքական շրջապատին տրամադրվում թեզեր, ընդ որում իրար հակասող թեզեր, գիտեք, մեկ ասում է դուք 2018-ից այնքան մեծ ռեսուրս, 2008-ից ներողություն, այնքան մեծ ռեսուրս ունեք, որ անդադար քննադատում եք, այն մյուսը հաջորդ երեկոյան գալիս ասում է դե դուք ինչ ռեսուրս ունեք, որ մենք ձեր հետ խոհ, դե մի հատ կողմնորոշվեք, մենք ռեսուրս ունենք, ռեսուրս չունենք ընդհանրապես, կամ մեկը գալիս ասում է, որ 2018 թվականը դե պիտի հասկանանք հələ իշխանազավթում է եղել, թե չէ, այսինքն ձեզ համար հարցական է իշխանազավթում է եղել, թե չէ, բա անցած երեկոյին TV5-ի տաղավարում հայտարարել եք, որ ամեն ինչ գիտեք 2018-ի մասին, բա պատմում եք Հայաստանի քաղաքացիներին, հիմա կամ չեք պատմում, որտեվ իրականությունն է սպայդրությամբ ձեր քաղաքական ընկալումներին չի համապատասխանում, դուք դա եք ուզում արածնեք, կամ չգիտեք, կամ միգուցե ես մտածում եմ մարդիկ, ովքեր տարբեր ժամանակահատվածներում այս 7 տարվա ընթացքում Նիկոլին վարչապետ են անվանել, պարոն վարչապետով են դիմել, իրենց համար այո դժվար է ամբողջ իրականությունը ընկալել, բայց ցավը կայանում է նրանում, որ դա իրենք փորձում են տիրաժավորելով այդ սուտը պատմությունը վերաշարադրել, դե ասում են 7 տարի է, էլի հիմիկվանից սկսենք վերաշարադրել, որ մենք այնտեղ անհարմար դրության մեջ չհայտնվենք։ Ես մշտապես պնդել եմ, որ 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ կարող են բաց ճակատով ամենայն անկեղծությամբ խոսել միայն հանրապետական կուսակցության падգամավորները եւ հանրապետական իշխանությունը, որտեղ այդ ժամանակահատվածում զոհի կարգավիճակում հանրապետականն էր։ Մնացածը կեսը շամպայնով, կեսը դագաղներով մերժման process-ի մասնակից էին լինում, հույս ունենալով, որ միգուցե այս ամեն ինչի արդյունքում կարող են իրենք տիրանալ իշխանությանը։ Մենք մեղավոր չենք, որ 18-ին չառաջադրվեցիք, այն ընկալումը եւ այն հնարավորությունը, որ տվել էր հանրապետականը նախագահի հրաժարականից հետո, չօգտվեցիք մտածելով, որ դեռ շուտ է բացահայտվել, որ մենք ենք մերժել։